ավելի ոնց ասեմ, ոչ ժողովրդավար, այսինքն 10% ընդհանրեն ամփոփված վիճակում դուրս են գալու են քարտերը։ Ինչ են ասում։ Իրենք ասում են, dass իրենց դիտարկների մի համարանային դեպս այս պայմանավորության ճշնամական երկրների, որ ինչ որ պայմանավորվել են, օքեյ է, նորմալ է, մի մտածել։ Այդ հապշտապ հաղթանակ հայտարարելը արդեն պարտվողի հոգեբանություն է եւ երկրորդը մենք բոլորս ապրել ենք Հայաստանում եւ Փառք Աստծո, եթե անձամբ էլ չէ, տիրապետում ենք տարապես հաղթել ինչ է նշանակում, չէ՞։ Մենք գիտենք հաղթողի հոգեվիճակը, հաղթողի պայմանացումը։ Հավատացած եղեք, սա հաղթողի պայմանացում չի։ Այսինքն ուժայիններով շրջապատված տանեն կալանքի, վարսահարդար չթողեն ներս, չտանեն բժշկի, չգիտեմ, էս չանեն, ուզում ասեմ Երկրորդը որ դեպքում կհամագործակցեք իշխող ուժի հետ։ Մեր Նարեկը Կարապետյան հայտարարեց, որ եթե լինի առողջ նախագիծ, եթե լինի Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, մենք քննարկենք։ Եվ նաև հավելեց, հաշվի առնելով իրենց գործելավոճը, իրենց պահվածքը դժվար թե այդպիսի կառուցողական ինչ-որ բան բերեն։ Այսինքն կարող է սոցիալական ինչ-որ, հա։ Բնականաբար, գիտեք ինչ, տեսեք, իրենց ցանկությունն է այստեղ չտեսնել բանավեճ։ Փոփոխությունների հարցով չեք մտնի իրենց օրակարգի մեջ։ Այսպես ասեմ, մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը մեր ամբողջ հանրությունը կտեսնի, որ դա իշա Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի է։ Ուղղակի մի քիչ գլխավոր օրակարգը իշխանության հեռացնելու օրակարգ չի փոխվել ոչ մի բան։ Իսկ առաջին օրենսդրական նախաձեռնությունները որոնք են կամ ձերը կամ տարբեր թույլ տվեք այս բանը չբացահայտել, քննարկումներ են ընթանում, մենք արդեն ունենք շատ մտքեր, գաղափարներ, որոշ դեպքերում համարյա պատրաստ արդեն օրենսդրական նախաձեռնություններ, բայց կարակցություն, որտեղ ընտրողները սպասում են նաև սենց ասեմ ձեզ ինքնագործունեություն որպես այդպեսին ամեն մեկս մենք սուբյեկտ ենք այստեղ ունենք այդ սուբյեկտայնությունը մեր մոտ շատ հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում այնպես չի որ մեկը որոշեց բոլորը պետք է անեն իհարկե վերջնական խոսքը խմբակցության ղեկավարինն է բայց հաշվի առնելով որ կա չգիտեմ 5 10 20 ես էլ ունեմ օրենսդրական նախաձեռնություն բայց պետք է քննարկենք ինչ հերթականությամբ է դա գնալու եւ առաջինը բնականաբար շատ կարեւոր է։ Իրենք կարծես թե շտապում, որտեղ չի բացառվում, որ ինչ-որ օրենք բերեն, որ դուք պատգամավորներով կուսակցության ներկայացուցիչները չկարողանան օրինակ մարզեր գնան, ինչ-որ բան նվիրեն։ Սա համարում են Այսինքն բարեգործությունը աշխատի ամբողջ մարզերի չէ վերջին օրերին գրում, պարոն Կարապետյանը տեխնիկա էր, չէ, նվիրում համայնքներին։ Հիմա փորձում են սա ներկայացնել նաև հիմա ես ձեզ մի հարց տամ։ Փոփոխություններ բերեն, օրենքի նախագիծ բերեն։ Դուք պատկերացնում եք մեր ժողովրդի վերաբերմունքը արգել են որևէ բարեգործի, բարերարի ինչ որ նվեր անել։ Գիտեք, այդ աննորմալությունն Հիմա խոսում են այդ մասին, ասում են տեսնել են այդ օլիգարխների նվերների ճակատագիրը, հետո ինչա լինեն։ Չէ, թող բերեն կտեսնենք, չեմ կարծում դա հաջողի իրենց, որովհետև անգամ իրենց ընտրողները իրենց կգամեն անարգանքի սյունին, էլի չի կարելի այդպիսի բան անել։ Ամեն դեպքում այնպես չի, որ Սամվել Կարապետյանը նոր, ասենք այդ քաղաքական ուժի ստեղծելուց հետո բարեգործություն արեց։ Նորից կրկնում եմ, Աստվածահավատ, Աստվածավախ մարդ է, իսկ Աստվածահավատ մարդը բարեգործություն անելուց չի բարձրաձայնում։ Ինքը իր գիծը շարունակել արդեն ինչքան մոտավորապես 30 տարի։ Հիմա էլ չի փոշմանում, մեկ-մեկ որ զրուցում ենք, ասում ենք դե պետքա բարձրաձայնենք, ման չի ասում ես ճիշտ եմ ապրել։ Երբ որ մարդուն մի բան տալիս ես հետևից մի հատ էլ տեսախցիկ ես դեմ տալիս որ շնորհակալություն հայտնի, դա հայ քրիստոնեային վայել բան չի։ Իսկ մտահոգություններ չկան, որ Սամվել Կարապետյանը կարող է արժանանալ նաև Գագիկ Ծառուկյանի ճակատագրին, որովհետև մենք տեսնում ենք, որ պարզապես խլում են, կարելի ասել նաև գողանում են Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը, նույնիսկ այն ասենք մարզասրահի տեխնիկան մարդկանց չեն վերադարձնում։ Դե հիմա տեսեք, նորից կրկնվեմ, դա հաղթողի հոգեբանություն չի։ Ընդհանրապես հաղթողի ինչ ոնց է, չէ՞, նույն մեծահոգաբար, ավելի ուժեղի դիրքերից, հաղթողի դիրքերից
Սրանք գործողություններ են, այսպես ասած, փրփուրներից կախվելու։ Նախկինում կարողանում ենք ասել կապիտալի վերաբաշխում, չգիտեմ, այլ ինչ որ անուններ ենք տալիս, հիմա սրան ինչ անուն տան, բեսպրիդելի Ռեյդերսկի զախվատ։ Հիմա կասեն, բա ռուսամետ, ռուսերեն, բան, դե մի հետ գիտեմ, հետ եմ ասում։ Անգլերեն դերատարակությունը չգիտեմ, թե չկասեն։ Չի լինում Եվրոպա գնացողը, օրինակ ինքը որ ասեր գնում եմ Հյուսիսային Կորեայի ճանապարհով, լրիվ նորմալ կլներ, ոչ մեկ չէր էլ մեղադրի, ասել դե Հյուսիսային Կորեայի ճանապարհով ես գնում, մի հատ կնոպկով դե ազգը լացի։ Բայց ասպա գնում եմ Եվրոպայի ճանապարհով, գալիս են տենց րոպեներով փաթաթվում իրար համբուրում են, բայց նույն եվրոպացին այս մեր երկրում կատարվողի կես տոկոսը թույլ չի տա, որ իր երկրում կատարվի։ Այնպես որ սրանք սա խիստ ժամանակավոր են հավատացած։ Զախվատ ասեցիք։ Ռեյդերսկի զախվատ։ Մերսի։ Մերսի։ Մեզ մերսի։